Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ողջույն, մի քանի րոպեով ձեզ զբաղեցնեմ բաց զրույցով, ուզում եի ասել իմ բաց բալկոնից, բայց քանի որ Հայաստան դաշինքը 3 օր շարունակ Սյունիքի մարզում է, այս զրույցը տեղի կունենա Մեղրի գեղեցիկ այս բաց բալկոնների ֆոնին։ Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում ռազմական շքերթ է։ Մի քանի կարճ հարց։ Արդյոք այդ շքերթը տեղի կունենար, եթե հունիսի 7-ին չլինեին խորհրդարանական ընտրություններ։ Արդեն տարիներ շարունակ իշխանություններին ասում էին ինչի չեք կազմակերպում շքերթ, իշխանությունն էլ չեք մեղանում էր, թե դա դեմ է խաղաղության օրակարգի։ Հիմա չկա խաղաղության օրակարգը, թե ավելի կարևոր է քաղաքացու քվեն, որ այս իշխանությունը մուրում է։ Երկրորդ հարցը։ Արդեն տևական ժամանակ, ամիսներ, տարիներ շարունակ իշխանությունը նոր տեխնիկա ձեռք բերելու գլուխ էր գովում, բայց ամեն ինչը իբր գաղտնի է, չենք բացահայտում։ Վերջին ամիսներին անգամ էքսկուրսիայի խմբեր ձևավորեցին, գաղտնիության թուղթ ստորագրել տվեցին լրագրողներին, տարբեր մտավորականների տանում էին իբր տեխնիկա ցուցադրելու։ Ինչը փոխվեց, որ հիմա այդ տեխնիկան կարող են լցնել Հանրապետության հրապարակը, Երևանի կենտրոնը, դեռ հիմա էլ հայտարարել, որ մի քանի օր շարունակ այդ ամենը լինելու է ցուցադրության համար։ Գաղտնիություն էլ չկա, թե կա հունիսի 7-ին քաղաքացու քվե մուրալը։ Երրորդ հարցը, որ կա։ Քաղաքացու համար իհարկե աչք շոյող է, նոր ներկած տեխնիկա, հրանոթներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, հազար ու մի տեսակ բաներ, անօդաչուներ, բայց քաղաքացին դա կարող է դիտել ուղղակի ոչ մասնագիտական հայացքով։ Իսկ մասնագիտական գնահատականը ով է դա տալու։ Մասնագետները չէ որ ունեն բազմաթիվ հարցադրումներ, նույն այդ հրանոթների հետ կապված, թե որքան կա սպառազինություն, որքան կա արկեր, որքան կբավարարի Աստված մի առասել ռազմական գործողություններին։ Եվ դա շատ նման է ինքնաթիռներին, որ մայիսի 28-ին թռնելու են, այդ հայտնի Նիկոլ Փաշինյանի սիրած սելֆիի խաղալիքին, Սու-30-ներին, որ հայտարարում են դեռ 19 թվականին մարտական հերթապահության է, ուրախանում են, վերջում պարզվեց ոչ միայն մարտական հերթապահության չէ, դա փաստում է իրենց սիրած այդ քննիչ հանձնաժողովի զեկույցը, այլ անգամ արկեր չունեն մարտական հերթապահություն իրականացնելու։ Եվ այդ կոնտրաստի մեջ նորից հարց է առաջանում. ինչքան մարդ կարող է, ինչքան իշխանությունը կարող է իջնել, որ քվեի համար բանակը դարձնել ուղղակի նախընտրական փուչիկի նման մի գործիք, ոնց որ իրենց երկն է, Նիկոլի թմբուկն է, իրենց ծրտիկն է ու հազար ու մի տեսակ բան է։ Չի եղել երբեք Հայաստանի պատմության մեջ, որ ռազմական շքերթը հասարակության մեջ բևեռացում առաջացնի, բոլորիս համար դա հպարտություն է։ Իսկ հիմա շատ մարդիկ, գիտակից մարդիկ մտահոգ են, որտեղ հասկանում են, որ բանակը մեր երկրի ազգային անվտանգության երաշխավորն է, բանակը մեր հասարակության գուրգուրանքի առարկան է, եւ ոչ թե միայն իշխանության քվե մուրալու գործիքը։